Մարդկության պատմության մեջ շատ հարցեր են եղել, բայց դրանցից մեկը ամենախոր ու ամենահետաքրքիր հարցերից մեկը, արդյոք մարդիկ կտեսնեն Հիսուս Քրիստոսի վերադարձը։ Այս հարցը հնչել է դարերի ընթացքում և շարունակում է հնչել նաև այսօր։ Սուրբ գրքում նշվում է, որ Հիսուսը իր աշակերտներին պատմում էր այն ժամանակների մասին, երբ նա կրկին կգա։ Նա բացատրում էր, որ այդ վերադարձը չի լինի գաղտնի կամ փոքր իրադարձություն, այն կլինի մի բան, որը կտեսնի ամբողջ աշխարհը։ Սուրբ գրքում գրված է. ինչպես կայծակը փայլում է արևելքից մինչև արևմուտք, այնպես կլինի մարդու որդու գալուստը։ Մատթեոս 24:27։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Հիսուսի վերադարձը կլինի հստակ և տեսանելի բոլորի համար։ Դա չի լինի մի բան, որը կտեսնի միայն մի քանի մարդ։ Աստվածաշունչը նկարագրում է, որ այդ իրադարձությունը կհայտնվի ամբողջ մարդկությանը։ Միևնույն ժամանակ Հիսուսը նաև ասել է մի կարևոր բան. այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ երկնքի հրեշտակները, ոչ էլ որդին, այլ միայն Հայրը։ Մատթեոս 24:36։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ մարդիկ չեն կարող ճշգրիտ իմանալ, թե երբ դա տեղի կունենա։ Այդ պատճառով քրիստոնեական ուսմունքում հաճախ շեշտվում է, որ կարևոր չէ միայն իմանալ ժամանակը, այլ պատրաստ լինել հոգևորապես։ Քրիստոնյաների մեծ մասը հավատում է, որ Հիսուսի վերադարձը կլինի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը։ Այն նկարագրվում է որպես մի ժամանակ, երբ արդարությունը կհայտնվի և Աստծո արքայությունը ամբողջովին կհայտնվի։ Միևնույն ժամանակ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածում այս հարցի մասին։ Ոմանք հավատում են, որ այդ ժամանակը կարող է լինել մոտ ապագայում։ Մյուսները կարծում են, որ մարդկությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև այդ իրադարձությունը։ Բայց անկախ տարբեր կարծիքներից, Հիսուսի խոսքերը մի կարևոր բան են հիշեցնում։ Մարդիկ պետք է ապրեն զգոնությամբ, հավատքով և սիրով, որովհետև ըստ Աստվածաշնչի նրա վերադարձը կլինի մի իրադարձություն, որը կփոխի ամբողջ աշխարհը, և այդ պատճառով հարցը շարունակում է մնալ բաց շատերի համար։ Արդյոք այս սերունդը կլինի այն սերունդը, որը կտեսնի Հիսուսի վերադարձը, թե այդ օրը դեռ սպասվում է ապագա ժամանակներում։ Աստվածաշունչը խոսում է ոչ միայն Հիսուսի վերադարձի մասին, այլ նաև այն իրադարձությունների, որոնք տեղի կունենան այդ ժամանակ։ Այդ կարևորագույն իրադարձություններից մեկը մեռյալների հարությունն է։ Քրիստոնեական հավատքի համաձայն Հիսուսի գալուստի ժամանակ մահը չի ունենա վերջնական իշխանություն մարդու վրա։ Աստվածաշունչը նկարագրում է, որ այն մարդիկ, ովքեր մահացել են, հարություն կառնեն։ Պողոս առաքյալը այս մասին գրում է. Տերն ինքն է իջնելու երկնքից, հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողի ձայնով, և Քրիստոսով նախ մահացածները հարություն կառնեն։ Ա. Թեսաղոնիկեցիս 4:16։ Այս խոսքերը նկարագրում են մի պահ, երբ պատմությունը կմտնի մի նոր փուլ։ Ըստ այդ հավատքի, նրանք, ովքեր ապրել են հավատքով և արդեն հեռացել են այս աշխարհից, այդ ժամանակ հարություն կառնեն։ Հետագայում նույն հատվածում ասվում է, որ նրանք, ովքեր այդ պահին կենդանի կլինեն, նույնպես կհանդիպեն Տիրոջը։ Այս նկարագրությունը ցույց է տալիս մի մեծ հանդիպում, որտեղ անցյալն ու ներկան միավորվում են։ Աստվածաշունչը նաև ասում է. մի զարմացեք այս բանից, որովհետև գալիս է ժամանակը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, պիտի լսեն նրա ձայնը և դուրս գան։ Հովհաննես 5:28-29։ Այս խոսքերը քրիստոնեական հավատքի կենտրոնական գաղափարներից են։ Դրանք խոսում են այն հույսի մասին, որ մահը վերջնական ավարտ չէ, այլ ժամանակավոր անցում։ Շատ քրիստոնյաներ այս խոսքերը հասկանում են որպես մեծ հույսի խոստում։ Նրանք հավատում են, որ Աստված կարող է կյանք տալ, նույնիսկ այնտեղ, որտեղ մարդը տեսնում է վերջ։ Եվ այս պատճառով, երբ մարդիկ խոսում են Հիսուսի վերադարձի մասին, նրանք հաճախ հիշում են նաև այս խոստումը, այն օրը, երբ ոչ միայն աշխարհը կփոխվի, այլ նաև մեռյալները հարություն կառնեն։ Այդ օրը ըստ հավատքի կլինի մի պահ, երբ մարդկության պատմությունը կհանդիպի հավիտենությանը։ Աստվածաշունչը հիշեցնում է, որ մի օր Հիսուսը կրկին կգա, և այդ ժամանակ շատ մեծ փոփոխություններ տեղի կունենան, մեռյալները հարություն կառնեն, իսկ աշխարհը կտեսնի Աստծո արդարությունը։ Թե երբ կլինի այդ օրը, ոչ ոք չգիտի, բայց հավատքի համաձայն կարևորն այն է, որ մարդը ապրի պատրաստ սրտով, հավատքով և սիրով,
Եվ Աստվածաշունչը հիշեցնում է, որ մի օր Հիսուսը կրկին կգա, եւ այդ ժամանակ մեծ փոփոխություններ տեղի կունենան, մեռյալները հարություն կառնեն, եւ աշխարհը կտեսնի Աստծո արդարությունը։ Թե երբ կլինի այդ օրը, ոչ ոք չգիտի, բայց Հիսուսի խոսքերը սովորեցնում են ապրել հավատքով, պատրաստ սրտով եւ հույսով, եւ նույնիսկ եթե այդ օրը մարդը կենդանի չլինի, քրիստոնեական հավատքի համաձայն դա չի նշանակում վերջ։ Հիսուսը խոսել է այն ժամանակի մասին, երբ նրանք, ովքեր գերեզմաններում են, նույնպես պիտի լսեն նրա ձայնը, այսինքն անկախ նրանից մարդը ողջ կլինի այդ պահին, թե արդեն հեռացած այս աշխարհից, ըստ այդ խոստման բոլորը կհանդիպեն այդ մեծ իրադարձությանը։ Հիսուսը հիշեցնում էր մարդկանց, որ հավատքը, սերը եւ արդար կյանքը այն բաներն են, որոնք իրական արժեք ունեն։ Ժամանակները կարող են փոխվել, աշխարհը կարող է անցնել տարբեր փորձությունների միջով, բայց մարդու սիրտը եւ նրա ընտրությունը մնում է ամենակարևոր մասը։ Քրիստոնեական հույսը հենց այստեղ է, պատմությունը չի ավարտվում մթությամբ, այն ունի խոստում, նոր կյանքի, արդարության եւ Աստծո ներկայության մասին։ Այդ պատճառով Աստվածաշունչը նշում է մի կարևոր բան՝ ապրել հավատքով, սիրով եւ պատրաստ սրտով, քանի որ պատմությունը դեռ շարունակվում է, իսկ Աստծո խոստումը մնում է հաստատուն։